Բարև ձեզ հայ ժողովուրդ, միջև իմ խոսքը սկսելը ես կուզենայի ասել, որ ես ոչ բլոգեր եմ, ոչ պոլիտիկ եմ, բայց այն ինչ որ ես վերջի մի 8 տարին կատարվում է Հայաստանում, սկսած 18 թվից ու միջև հիմա, որ 21 թվին ես 20 թիվներ ես հայվանը հեղափոխություն արեց միջև կորոնավիրուսը հեղափոխություն արեց, եկավ պաշտոնի, եկավ հասավ Լևոնի ուզած պաշտոնին, այսքանը իմանալով, տենալով ու մասնակցելով մեր 44 օրվա պատերազմի կռվի կապակցությամբ մասնակցելով մեծ հումանիտարական օգնությունների քայլերով անձնավորություն եմ ես, որը որ այն ինչ որ տեսա այդ կռվի ժամանակ մեր օգնությունը կազմակերպելու վաղտ ժամանակ, երբ որ մենք այդ ամեն ինչը կազմակերպեցինք, այդքան օգնությունը ուղարկեցինք, եկավ հասավ Հայաստան, Հայաստանի ՊՆ նախարարության ծիգի ուրեմն պահեստամասերում ու հետո ուր կորեց այդ սաղ օգնությունը, դրանից հետո ինչու չհասավ մեր զինվորներին, ինչու չհասավ այդ ամեն ինչը սահմաններին, հետո միջև այդ ասենք ես գիտեի, որ էշի տղեն Նիկոլ Փաշինյանի հետեմետի այդ անդաստիրակի տղեն, պոռնիկի տղեն, որը որ սկսեց իր քայլը Գյումրիից մինչև Երևան, ուրեմն Սերժ Սարգսյանի հետ վիճաբանության վաղտ ինքը ասեց, եթե դուք կհիշեք վիդեոները Փարքաստու YouTube-ում կան, կարակ դնեք, հետ դնեք ու նայեք այդ ամեն ինչը։ Ինքը ինչ ասեց, ինքը ասեց հետևյալը, եթե ես սկսեմ հեղափոխություն, Սերժ Սարգսյանը 10 օրից կտա հրաժարական, то есть no name, այտենց կարելի ասել, հա, no name, հա ինքը մասնակցել է Քոր Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաառաջի Հայաստանի թշնամին, եթե դուք ուզում եք իմանալ, եթե Նիկոլ Փաշինյանը չի, եթե Սերժը չի, Քոչարյանը չի։ Պրոստը ասենք այնքան են Լևոնից հետո եկել այնքան բաներ են արել, որ դուք արդեն այնքան եք շեղվել մնացածի վրա, որ դուք չեք